հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Գործարար բարերար Սամվել Կարապետյանի գործով հստակ առկա է իրավունքի եւ օրենքի ոչնչացման վարքագիծ։ Հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց Պաշտպանական խմբի անդամ փաստաբան Արամ Վարդևանյանը։ Ապօրինի կալանքը տևում է արդեն 177 օր։ Ընդհանրապես իրավաբանները, փաստաբանները կարողանում են իրավիճակի վերաբերյալ պատշաճ բացատրություն ներկայացնել։ Փորձում են խնդիրներին լուծումներ գտնել, իրականացնել շահերի պաշտպանություն, բայց դա չի կարող լինել միակողմանի երևույթ։ Դրա համար պետք է լինեն անհրաժեշտ պայմաններ։ Սամվել Կարապետյանի գործով Հայաստանի Հանրապետությունում անհրաժեշտ պայմանները առկա չեն։ Սամվել Կարապետյանի գործով իրավունք, օրենք ընդհանրապես չի գործում։ Սա քաղաքական հետապնդում է, ասաց փաստաբանը։ Այո, իրենք գործում են համատեղ։ Քննչականը եւ դատախազությունը։ Գործելով համատեղ չեն կարողանում մեկ փաստարկ ներկայացնել, թե ինչի համար Սամվել Կարապետյանը պետք է լինի կալանավորված։ Բայց Սամվել Կարապետյանը կալանավորված է, որովհետև Հայաստանի Հանրապետության դատավորները կոնկրետ անուն ազգանունով դատավորներ են, որոնք պետք է հանդես գան պատվարժան դատարանի դիրքերից։ Չեն իրականացնում արդարադատություն։ Չեն իրականացնում արդարադատություն, քանի որ քաղաքական հետապնդում է, քանի որ ճնշման մթնոլորտ է, քանի որ չեն կարողանում լինել անկախ, բազմաթիվ պատճառաբանություններ կարող ենք բերել, բայց դրանք ինչ կապ ունեն իրավունքի եւ օրենքի հետ։ Կապ չունեն։ Փաստաբան Վարդևանյանը վստահ է Սամվել Կարապետյանի կալանքը անհետևանք չի կարող մնալ։ Միջազգային ճանաչում ունեցող բազմաթիվ իրավաբաններ, փաստաբաններ, հանրային գործիչներ խոսում են Սամվել Կարապետյանի գործի մասին։ Եթե կա կարծիք, որ այս ամենը հետևանք չի ունենալու, այդ կարծիքը սխալ է։ Ամենամեծ ցավը այս ամենի նրանում է, որ հետևանքը վրա է հասնում փաստացի Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Սամվել Կարապետյանին որպես քաղաքական պատանդ ներկայացնելու հիմնավորումներից մեկը թաքնված է ոչ միայն նրանում, որ Սամվել Կարապետյանը այո հանդես է եկել մայր աթոռը պաշտպանելու դիրքերից հունիսի 17-ին, երբ արդեն նկատվում էր, թե ինչ մեծ ճնշում է, ինչ մեծ ապօրինություն է սկիզբ առել մայր աթոռի նկատմամբ։ Բայց հիմա ավելի հստակ է, թե ինչի համար էր անհրաժեշտ Սամվել Կարապետյանին ամեն գնով կալանավորել եւ կալանքի տակ պահել։ Վարդևանյանը Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդման համատեքստում անդրադարձավ նաև հեծի հարցին։ Ակնհայտ էր, չէ՞, որ այս ամենը զուգահեռաբար սկսվեց։ Ակնհայտ է նաև, որ 2025 թվականի նոյեմբերի 17-ին տեղի ունեցավ մի վարչական այսպես կոչված վարույթ, անտեսելով այն փաստը, որ Սահմանադրական դատարանում ընթացող քննություն է առկա կիրառման ենթակա նորմերի վերաբերյալ, եւ որոշվեց հեծին զրկել լիցենզիայից։ Եվ ըստ այն կարգավորումների, որոնք հիմա էլ Սահմանադրական դատարանում քննության առարկա են, պետք է տեղի ունենան բանակցություններ հնարավոր փոխհատուցման վերաբերյալ։ Հենց դրա համար Սամվել Կարապետյանը քաղաքական պատանդ է։ Փաստաբան Արմեն Ֆերոյանն էլ հասարակության ուշադրությունը հրավիրում է մի կարևոր հանգամանքի վրա։ Քննչական մարմինը պետք է ինչպես ապացույցներ ձեռք բերի մեղավորությունը հաստատող, այնպես էլ պետք է ձեռք բերի այդ անմեղությունը հերքող ապացույցներ, այսինքն օբյեկտիվ ապացույցներ պետք է ձեռք բերի։ Բայց այս քրեական գործը այն բացառիկ գործերից մեկն է, որին Պաշտպանական կողմը թերևս կարողացել է պաշտոնապես հասնել նրան ու հիմնավորել ու ապացուցել, որ վարույթ իրականացնող մարմինը ձեռք է բերում բացառապես շինծու եւ մեղադրական թեկումով ապացույցներ։ Ու այն հարցադրմանը, որ օրինակ, բա այս մարդուն ինչի չեք հարցաքննել, այն մարդուն ինչի չեք հարցաքննել, մեզ տրվող պատասխանը շատ ուղիղ է ու դիպուկ։ Չենք հարցաքննել, որովհետեւ մտավախություն ունենք, որ այդ մարդը հնարավոր է իօգուտ ձեզ է ցուցմունք տալու։ Այդ հայտարարությունն արել է հենց քննչական խմբի ղեկավար Սպարտակ Պողոսյանը։ Արմեն Ֆերոյանը հայտարարեց, այդ հակաօրինականության արդյունքում կան ակնհայտ անարդար դատական ակտեր եւ դա խոսում է այն մասին, որ դատարանների նկատմամբ տեղի են ունենում անասելի ճնշումներ։ Հասմիկ Ֆարեդյան, Արմալուր։